ուրեմն ես Գուրգեն Խաշակյան եմ անունը, ես Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող եմ, գրող հրապարակախոս, ժամանակի ռազմաճակատային թղթակից։ Այդպես, ուրեմն այսօր ձեր ղեկավարության խնդրանքով մենք պիտի ես ավելի շուտ ներկայացնեմ իմ 4-րդ գրքի արդեն, սա 3-րդն է, հիմա ավարտում եմ 4-րդը գրքերի մասին, Գևորգ Անդրեյիչի մասին, ես ուղղակի մի քանի խոսք ասեմ ընդամենը, հետո ցանկացած հարց կտակ բարիկներ ջան։ Ուրեմն Գևորգ Անդրեյի Վարդանյանը միակ անլեգալ ծպծյալ, ուրեմն հետախուզն է, որ սովետական տարիներին արժանացավ խորհրդային միության հերոսի կոչման։ Ինչ ասեմ, իրանց միակ մինչև տիկնոջ են Վար Լևոնի Վարդանյանի հետ, նրանք երկուսով աշխատել են, եթե գումարային նայեք ավելի քան 60 տարի արտերկրում այդ անլեգալ վիճակում։ Ես ձեզ ինչ ասեմ, միայն հայտնի իրանք շատ երկրներում են աշխատել, շատ երկրներում, սակայն մինչև հիմա հայտնի իրենց Թեհրանյան, Պարսկաստանում աշխատանքի շրջանը, որտեղ նրանք երիտասարդներ 18-19 տարեկան փրկեցին, ուրեմն այնտեղ 3 բաների լիդերների Ստալին, Ռուզվելտ եւ Չերչիլ հանդիպումներ եւ գերմանացիները խումբ էին ուղարկել, որ ոչնչացնել լիդերներին 19-18 տարեկան երեխաներին Գևորգ Անդրեյիչի հիմնականում հայ իրավունքները, որ ուրեմն բան արեցին, կասեցրեցին այդ տերակտը, տերորիստական գործողությունը, պատկերացրեք էլի։ Այս Ռուսով Պարսկաստանում իրանք որ կանգնեցին, խափանեցին, ուրեմն այդ տերորիստական գործողությունները 3 գլխավոր երկրների ղեկավարները բանից հետո իրանց բերեցին այս ինստիտուտը Ռուսովի, ուրիշ տեղ էր այն ժամանակ գտնվում իհարկե եւ բան է, որ օտար լեզուներ սովորել։ Նրանք ամեն մեկը երևի 5-ից 7-8 օտար լեզու գիտեն, մայրենից, ռուսերենից եւ պարսկերենից բացի։ Հատկություններ կամ սովորություններ ուներ Գևորգ Վարդանյանը առօրյայում, որ օգնեցին նրան հաջողության հասնել։ Ես մի խոսքով պատասխան, բոլոր այն սովորությունները, որոնք պետք էին գործել, օգնական էցևի։ Գևորգ Անդրեյիչը շատ սիրում էր գրքեր կարդալ, հայկական գրեթե բոլոր գրողներին կարդացել են, հայերենով ուրեմն եւ մի անգամ հարցեցի Գևորգ Անդրեյիչ հայ գրողներից ում եք, ասեց Ռաֆում, ասի լավ, ասեց, հետո մեկ էլ ասեց, շատ եմ սիրում Խենթ գիրքը Ռաֆում, որ ուրեմն այնտեղ Վարդանը, որ հետախուզ ինքը Խենթը կա, ասում է դա առաջին եւ լավագույն հայ հետախույզները, առաջին եւ լավ։ Ըստ ձեզ ինչ խորհուրդ կտաք Գևորգ Վարդանյանին։ Ում խորհուրդ կտաք բալի։ Մեզ։ Ձեզ շատ լավ հարց է, շատ ներումը լավ պատրաստվել ես։ Ես ռազմել չկեմ հարց։ Ուրեմն Գևորգ Վարդանյանը մեր բազում հանդիպումների ինչ խնջույքների բանի ժամանակ ասում էր երեխան է պատալին է հարցում եք, ну скажите, пожалуйста, Георг, Русен останется человеком, скажите, пожалуйста, Георг Андреевич, ну что надо, чтобы стать таким разведчиком, как вы? Роман ասում էր, любовь к родине, սանսալ մրցասնանը причем երկրորդ անգամ էին հարցնում, ասում էր любовь к родине, երրորդ անգամ էին հարցնում, ասում էր любовь к родине